Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Այս ընթացքում բարբերաբար հարցեր են առաջանում ձեր պայքարի հետ կապված։ Իմ պայքարը չի, մեր պայքարն է զարը։ Սրբազան պայքարի հետ կապված օրինակ հարցադրում է հնչել, թե որ եղանակով եք պատրաստում իրականացնել իշխանափոխություն հրաժարականի պահանջով, թե իմփիչմենտով։ Ունեք հարցի պատասխան։ Այո, մեմ։ Ինչպես Ուրեմն ասում են պատմություն կա։ Երբ ասում են հարցերի պատասխաններն ունես, ասում են այո։ Եվ ասում են ինչ են դրանք, ասում են դրանց մի մասը երբեմն չպատասխանելն է։ Դա էլ է պատասխանը։ Այսօր կարիք չկա դրա մասին, խոսել են էլ հրապարակային։ Սրբազան այր ամեն դեպքում ունեք օրակարգ, որը քննարկվում է այս պահին քաղաքական ուժերի հետ եւ որ ուժերի հետ։ Քննարկվում է, քննարկվել է Որ ուժերի հետ։ գրեթե բոլոր։ Գրեթե բոլոր։ Այս անգամ հաշվի կառնվել նախորդի վարված այսպես սխալները, որոնք հանրության տարբեր շրջանակների գուցե մատնեցին ապաթիայի։ Չեմ կարծում ապաթիայի են մատնել, որովհետև ներողություն։ Հատկապես վերջին շրջանի մեր բոլոր հանդիպումները, որոնք նաև մարդկանց սեփական նախաձեռնությամբ են մի մասը տեղի ունենում, այդ զգացումը վերացնում է, այսինքն ապաթիայի մեջ գտնվող ժողովուրդ ես չեմ տեսնում։ Կան մարդիկ, որոնք հուսախաբված են, կան մարդիկ, որոնք ելքեր չեն գտնում, կան մարդիկ, որոնք ակնկալիքները շատ մեծ են, չեն տեղի ունեցել, կան էլ մարդիկ, որոնք համառորեն պայքարի մեջ են։ Ամեն դեպքում սպասեն 2026-ի ընտրություններին, թե դուրս գալ փողոց։ Այս մեկը կասեմ, Զարուհի ջան, որ մեզ համար ընտրությունների գնալու կամ ընտրությունների մասնակցելու կամ ընտրությունների հետ որևէ կերպով առնչվելու հարց չկա, գոյություն չունի։ Մենք հավատում ենք եւ անցյալ օրը հրապարակային եմ հարցրել, մոտեցման հարցը սա։ Մասա այս ամեն ինչի որ տեղի ունեն մեր երկրում, պարզապես քաղաքական գործընթացներ են, թե ազգային ազատագրական պայքար։ Այս հարցի պատասխանը, եթե ամեն քաղաքական միավոր կամ անհատ ինքն իրեն տա եւ պատասխանը գտնի, ինքն էլ այդպիսի վերաբերմունք ունենա։ Հետևաբար այստեղ ընտրությունների հարց չկա, մանավանդ մեր մտքով որևէ կերպով չի անցնում դա, եւ մինչեւ 2026 թվականը պլաններ անելու խնդիր չկա։ Շարժման հետ կապված, հեռանկարի հետ կապված, առաջնորդի փոփոխության հետ կապված նման հարցադրումներ քննարկվել են։ Նման հարցադրումներ չեն եղել։ Առաջնորդ չեն ընտրում կամ նշանակում, Զարուհի ջան։ Ով է ինձ նշանակել կամ ընտրել, ոչ ոք։ Ով է որևէ մեկին նշանակել կամ ընտրել, ոչ ոք։ Փողոցային պայքարը, ազգային ազատագրական պայքարը բոլորովին այլ տրամաբանությունն է։ Երկրորդ, պատասխանատվության խնդիրը։ Ովքեր պատասխանատվության զգացում ունեն, նրանք էլ թող առաջնորդեն։ Սրբազան հայր, ներքաղաքական ինտրիգների մասին, հատկապես ընդդիմադիր շրջանակներում, ինչու եւ ինչպես կանխել, ինչու է արվում եւ ինչպես կանխել։ Ինչու արվում է, ես չգիտեմ, ինչու է արվում։ Ոչ էլ շատ խորքերը ցանկանում եմ մտնել։ Ես պարզապես շաբաթօրն եմ ասել, նորից հրապարակային կերպով, որ դա մանավանդ այս ժամանակահատվածում չի կարող ավելի վեր լինել, քան մեր համընդհանուր դիմագրաված աղետը։ Արդյոք Սրբազանները արդյոք կհաջողի կրկին համախմբել այդ ուժերին, որովհետև Սրբազան պայքարի հաջողություններից մեկը նրանում էր, որ քաղաքական դաշտում գտնվող բոլոր ընդդիմադիր ուժերին ստացվեց համախմբել, բայց ինչպես գործընկերս հիշեց, այս օրերին ներքաղաքական գզվռտոց է, հա, այսպես ասած։ Ես գզվռտոց չեմ ասի, ներքաղաքական փոխադարձ քննադատություն, որոշ տեղեր մեղադրանքներ եւ այլն, որոնք մեծ մասով էլի եմ ասում, ավելին չեն, քան մեր այսօրվա համընդհանուր դիմագրաված աղետը։ Երկրորդ, համախմբելու մեկ տարբերակ կա, ինչպես նախկինում եղել է եւ հիմա էլ կլինի, եւ ես հավատում եմ, որ կա, դա մեր գործողություններն են։ Ովքեր կհավատան այդ գործողություններին, մաս կկազմեն, կհամախմբվեն ինքնաբերաբար։ Ովքեր չէ։ Երկրորդ, ես շատ եմ ուզում այս մասին վերստին շեշտել, խոսել, որ
այս պայքարի մեջ մտնելու մեկնակետը չի եղել որևէ մեկին համախմբել, որևէ մեկին հրավիրել, որևէ մեկից էլ թելադրանք ստանալը։ Ես ինձ համար որոշում եմ կայացրել եւ արել եմ։ Այդ ճանապարհը բերել է համախմբման, փառք Աստծո, չի բերել համախմբման, դարձյալ ոչ մի տարբերություն։ Ուզում եմ հետեւյալն ասել, որ նախապես ծրագրած համախմբելու համախոհություն գոյացրած որևէ քայլ տեղի չի ունեցել։ Ինձ համար եղել է մեկ բան։ Մեր հայրենիքը պետությունը գտնվում է Стоп. Здравствуйте, вы русский понимаете? Մենք գտնվում ենք այդ անպատվության մեջ, համատարած աղետի մեջ, եւ ես էլ ինձ համար քայլ եմ արել, որոշել եմ, որ այդպես պետք է լինի։ Եվ վերջ։ Նույնն էլ այսօր, նույնն էլ վաղն է լինելու, որովհետեւ որևէ մեկի հուսադրություն ունենալու կամ այսպես սպասելու համախմբվեն, չհամախմբվեն, գաղափարական տարբերություններ ունեն, մոտեցումների տարբերություններ ունեն մարդիկ, բոլորը գնահատելի են, ոչ մի չգնահատելու բան չկա։ Ուղղակի սկզբունքն է մոտեցումը հարցին։ Սրբազան հայր, հայ գերիների առնչությամբ այս պահին ինչ ուղերձուն եք են համատեքստում, որ իշխանությունները մեկ պնդում են, որ իրենք ամեն ինչ անում են, մեկ այսօր հայտարարում են, որ եթե այդ հարցը բերեն բանակցությունների օրակարգ կտարվի բանակցությունը փակուղի, մեկ ասում են դիմեք այս ինչ պետությանը եւ այլն, ինչ անեն են գերիները, որոնց խոստացել են 1-2 ամիս սպասեք եւ ամեն ինչ են խոսում, խապում են եւ ինչպես ասել եմ, իրենք բոլոր հարցերում ստախոս են, բոլոր հարցերում։ Հարց չկա, որ իրենք ստախոս չեն, խապեբայությամբ տարված։ Նույնիսկ իրենց նկարածներն են ստախոսություն։ Երկրորդ, ես չեմ պատկերացնում աշխարհում մի այլ պետություն, որի քաղաքացիները գտնվեն պատանդառության կամ գերեվարության մեջ, եւ այդ պետության ղեկին գտնվող մարդիկ մատը մատին չխփեն, եւ դեռ այդ պետության քաղաքացիները գնան այս կամ այն դեսպանատուն, միջազգային կառույցներ եւ խնդրեն, պահանջեն, աղաչեն, որպեսզի իրենց հայրենակիցներին ազատեն։ Այսինքն քաղաքացիները նախաձեռնություններ դրսևորեն այդ ուղղությամբ։ Սա չգրված բան է աշխարհում։ Ունես կառավարություն, կառավարությունը դից բաղ, ոչ թե երկրի ներսում քաղաքացիները կամ դրսում սփյուռքում գնան այս կամ այն դեսպանատան դիմացը, ՄԱԿ-ի գրասենյակներ, ԵՄ-ներ եւ այլն, անընդհատ ինչ որ պահանջներ ներկայացնեն, ինչի համար։ Դա որտեղ է գրված, որ օրենքով է ճիշտ դա, ոչ մի։ Եվ դրսում էլ առավել եւս, երբ դրսում բանակցում են մարդիկ ինչ որ ձևով սեփական միջոցներ կապերով խոսում են, գիտեք ինչ են ասում։ Ասում են թող պաշտոնական Երևանը դիմի։ Պաշտոնական Երևանը թող դիմի։ Իսկ պաշտոնական Երևանն էլ ցույցում է տալիս երկրներին, ասելով, որ չմիջամտեք, չխանգարեք, հանկարծ վնաս չանեք, Բաքվին որևէ թթուխոս չասեք, որ մեր ընդհանուր այսպես կոչված խաղաղության պայմանագիրը կյանքի կոչենք։